Բարի երեկո։ Մայիսի 16-ի կեսգիշերին Վիեննայում ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների այս տարվա առաջին հանդիպումը։ Դիտորդները մինչև վերջին պահ կասկածում էին Սարգսյան-Ալիև բանակցությունների հավանականությանը։ Վիեննայի հանդիպումը աննախադեպ էր։ Այն տեղի ունեցավ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից 1.5 ամիս անց զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին գերլարվածության ֆոնին։ ԵԱՀԿ գործող նախագահի Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերի ձևակերպմամբ, եթե բանակցություններն ավարտվեին անհաջողությամբ, ապա կողմերը կհայտնվեին լայնածավալ պատերազմի շեմին։ Եվ այդ վտանգի գիտակցումն էր թերևս Վիեննայում հավաքել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարներին, որոնց ներկայությամբ էլ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Բանակցությունների ավարտին մամուլի ներկայացուցիչների համար հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են տարածաշրջանում 1994-95 թվականների ձևաչափով հրադադարի պահպանման մասին, ասել է Լավրովը։ Ըստ էության Վիեննայում Ադրբեջանի ագրեսիան դատապարտվել է։ Դիվանագիտական լեզվով ասել է, որ Ադրբեջանը խախտել է 1994-95 թվականների միջազգային պայմանավորվածությունները։ Ավելին, ինչպես ասված է Վիեննայի բանակցությունների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, համաձայնություն է ձեռք բերվել ամենակարճ ժամկետում ավարտել ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմների մշակման աշխատանքները։ Այս դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը հետագա քննարկումներին կլինի անխուսափելի։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1994-95 թվականների զինադադարի հաստատման և ամրապնդման մասին միջազգային պայմանավորվածությունների լիիրավ կողմ է և առանց նրա մասնակցության հնարավոր չէ քննարկել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ սահմանելու և այն մանավանդ ներդնելու հարցերը։ Հայաստանի նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ այս պահը ավելի հստակ է ընդգծված։ Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994 թվականի զինադադարի և 1995 թվականի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը։ Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել դրանց իրականացման, մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ։ Ինչպես հստակեցվում է Վիեննայի հանդիպմանը, հիմնականում շեշտը դրվել է զինադադարի միջազգային պայմանավորվածությունները հարգելու վրա։ Միջազգային իրավունքը զինադադարի համաձայնությամբ հաստատված բաժանարար գծերը համարում է անխախտ, քանի դեռ հարցը չի ստացել քաղաքական լուծում։ 1994 թվականի մայիսի 12-ին հաստատված շփման գիծն այսպիսով Վիեննայի բանակցություններում գնահատվել է անձեռնմխելի, քանի դեռ չի գտնվել Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական լուծումը։ Իսկ որպեսզի խնդրի լուծման բանակցություններ սկսվեն, ապա անհրաժեշտ է, որ շփման գծում հաստատվի և ամրապնդվի հրադադարը, կողմերի միջև ձևավորվի վստահության մթնոլորտ։ 1994 թվականի մայիսի 12-ին հաստատված շփման գիծը այսպիսով Վիեննայի բանակցություններում գնահատվել է անձեռնմխելի, քանի դեռ չի գտնվել Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական լուծումը։ Իսկ որպեսզի զորքերի շփման գծում հաստատվի և պահպանվի քաղաքական քննարկումների համար նպաստավոր և վստահության ներշնչող մթնոլորտ, անհրաժեշտություն է զգացվել նախնական փուլում ավելացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի թիմի հնարավորությունները։ Առաջին անգամ խոսվել է մշտադիտարկումների մասին։ Կարող ենք մեծ հավանականությամբ ասել, որ Վիեննայում դրվել է խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսման մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած նախապայմանների ապահովման գործընթացի սկիզբը։ Այն, ինչի մասին հայտարարում է Հայաստանի նախագահը, ձևակերպվել է որպես Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը վերսկսելու նախապայմաններ և փաստացի ամեն ինչ տեղի ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախնական պայմանավորվածությունների համատեքստում։ Իսկ դա բավական լուրջ ռեսուրս է, որպեսզի ենթադրենք, որ Ադրբեջանը կվերադառնա կառուցողական բանակցությունների դաշտ։ Ըստ էության Ալիևի ռեժիմը այլընտրանք չի ունի։ Ապրիլի սկզբին նա փորձ արեց փոխել զորքերի շփման գիծը, չեղյալ ճանաչել 22 տարի առաջ ձեռք բերված իրավապայմանագրային հիմքերը։ Արդյունքը տրամագծորեն հակառակն է։ Նախ պարտություն ռազմաճակատում,
ապա դիվանագիտական հարթությունում։ Պետք է ուշադրություն դարձնել, որ 1994-95 թվականների պայմանավորվածությունները հարգելու առումով շեշտված է դրանց ձևաչափի անխախտելիությունը, իսկ համաձայնությունները ձեռք են բերվել եռակողմ ձևաչափում Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Վիեննայի հանդիպումների առանցքային արդյունքը դա է, թեև առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության, բայց ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս մեկ անգամ ընդգծել են Արցախի իրավասուբյեկտությունը։ Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանի կողմից հարցը դրվել է ամենայն սրությամբ։ Եթե նկատի ունենանք, որ ապրիլյան ագրեսիայից հետո Ադրբեջանը փորձ էր արել միակողմանիորեն չեղյալ ճանաչել եռակողմ համաձայնությունները, ապա կստացվի, որ Վիեննայում Ալիևի ռեժիմը այդ կեցվածքով դատապարտվել է եւ նրան ուղղակի պարտադրել են հարգել միջազգային իրավունքը եւ իր իսկ ստորագրությունները։ Դրանով ըստ էության Ադրբեջանի քաղաքական օրակարգից պետք է բացառվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իրավունքի մասին պնդումը, որը Բաքվի դիվանագիտական զինանոցի ամենալուրջ կռվանն էր տարիներ շարունակ։ Խնդիրը ունի ռազմական լուծում, ըստ ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության, այդ մասին նույնպես համաձայնություն է ձեռք բերվել եւ առաջիկայում պետք է զինադադարի ամրապնդման քայլեր ձեռնարկվեն։ Ահա այսպիսի տեղեկատվական ֆոն է ձևավորվել Վիեննայի բանակցությունների շուրջ։ Խոստովանենք, որ սա բավական դրական ֆոն է եւ հուսադրող։ Հուսադրող է այն, որ կարգավորման գործընթացին վերահսկելու համար պետք է ամրապնդվի զինադադարը։ Խոսվել է մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունից։ Իսկ Ռուսաստանի արտգործնախարարը շատ զգուշորեն ասել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը մտադիր են ձևակերպել փոխզիջումները եւ համանախագահները նրանց աջակցելու պատրաստակամություն են հայտնել։ Լավրովը նախ անոնսավորել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հունիսին կհամաձայնեցնեն իրենց հաջորդ հանդիպման տեղը եւ ժամանակը։ Ըստ Լավրովի, հաջորդ հանդիպմանը կարող են քննարկվել վերջնական կարգավորման պարամետրերը։ Ժամանակից առաջ ընկնելու հարկ, կարծում ենք, չկա։ Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանը չի հարգել պայմանավորվածությունները։ Խնդիրն այսօր չափազանց առարկայական է, այսինքն ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե առաջիկայում որքանով կպահպանվի զինադադարի պայմանավորվածությունը, կձեռնարկվեն այն ամրապնդելու քայլեր, կմշակվեն եւ ամենակարևորը կներդրվեն միջադեպերի հետաքննության մեխանիզմներ։ Մի խոսքով, քաղաքական քննարկումների համար կստեղծվի վստահության մթնոլորտ։ Նման հարցերը մեկ օրում չեն լուծվում։ Մինչև կարգավորման վերջնական պարամետրերը ճշտելուն անցնելը պաշտոնական Բաքուն անցնելիք երկար ճանապարհ ունի։ Ամենակարևոր քայլը, որ պետք է անի Ալիևի ռեժիմը, սեփական ժողովրդի առջև Լեռնային Ղարաբաղի խնդիրը միայն խաղաղ ճանապարհով լուծելու, անխուսափելիության եւ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշումը հարգելու մասին հայտարարությունն է։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի անցնել քաղաքական քննարկումների։ Ալիևի ռեժիմը դատապարտված է ենթարկվել իրողություններին եւ պատմական ընթացքի տրամաբանությանը։ Հին իմաստունն ասում էր, որ միևնույն ջրում անհնար է երկու անգամ ոտք դնել։ Արցախի ինքնիշխանությունը չունի այլընտրանք։ Այս ճշմարտության միջազգային ճանաչումն է խաղաղության ճանապարհը։ Հետևեք իմաստունների խորհուրդներին։